Սրտասփարտ անկիրոջը սիրելներ, իմ հարազատ քույրեր եղբայրներ, ես այն ինչ որ Սուրբ Հոգին սովորացրել է ինձ, այդպես սովորացնեմ ձեզ։ Եթե կուզեք կընդունեք, եթե չկուզի, ես կխնդրեմ, որ ընդունեք։ Մի հատ փորձեք մտածենք, մի հատ միտք եմ ասում, նոր խոսեմ, հիմնական մտքին չեմ ասում։ Մենք ապրում ենք երկրի, ասենք 100 տարի, ավել չենք էլ կարող ապրենք։ Հազվագույն մարդ կա, որ 100 տարուց մի քիչ ավել ապրի։ Բայց Աստված կանչել է ինձ ու քեզ, որ իր հետ հավիտյան ապրենք, փորձենք մտածել։ Մի օր չէ, միլիարդ տարի չէ, տրիլիոն, միլիոն, հեպտիլիոն, սրանք թվեր են, գիտեք, որ 0.3 ավելացնում ես։ Հավերժ, վերջ չունի։ Հավերժ, դուք հավատում եք այդ բանին։ Ես խորը համոզված եմ, շատ մարդիկ չեն էլ հավատում, Սուրբ Հոգով ջրով մկրտված մարդիկ չեն էլ հավատում։ Ապացույց բերեմ։ Քանի հատ ապացույց բերեմ։ 40 տարի հավատացյալի մասն եմ խոսում։ 40 տարի քարոզել է, խոսել է, վազել է, արել է, բայց մի գրամ խոնարհություն չունի։ Նա հավատում է այդ կյանքին։ Հարց եմ տալիս ես։ Մարդը հրճակվել է, որ սա գիտեմ, որ ինքը անման սուրբ չկա, բայց է որ ռագից հիվանդ եղավ աչքը, երկար տալ շատ ճանաչվում է, որպես սուրբ սաղերին։ Ասում են քո հարսի հետ հաշտվի, դժող կեթամ չեմ հաշտվի, տենց եմ բերավ չհաշտված, բայց երկար տալ հավատացյալ։ Երիտասարդների մասին խոսեմ։ Երիտասարդ ջրով հոգով մկրտված, ինչքան մարդիկ եմ տեսել, դժող են գնացել։ 54 տարվա մեջ ինչ ասես տեսել եմ։ Եթե դու չես հավատում, որ հավիտենական կյանք կա, դու ինչ հավատացյալ ես։ Աստված ասում է, հավատք է չերևցած բան, այդ չերևցած բան դու տենում ես։ Հարց եմ տալի, հավատում ես, որ Աստծո հետ դու հավիտյան պետք է ապրես։ Այդ 100 տարվա համար, որ մի ակնթարթ է նրա համեմատ, այդ 100 տարվա համար ամեն ինչ անում ես, որ քո ուզածին հասնես, բայց հավիտենության համար ոչինչ չես անում։ Ոչինչ չես անում։ Սխալ եմ ասում։ Այ ովքեր որ դա չեն արել մինչև այսօր, պիտի խորը զղջան։ Այստեղ նստած այնքան երիտասարդներ կա, որ ասում եմ այս խոսքերը, իրանց է վերաբերում։ Կարծում եք, այստեղ բոլորը հավատում են հավիտենության, որ հավատում ես, քիչ ես անձդ ուրանում, խիղճը չես վերցնում։ Դրա համար ես մի նյութ եմ պատրաստել իմ սրտի մեջ, նայեք ինչ է գրած գրքի մեջ։ Եթե դու սրան չես ուզում հավատալ, այս ճանապարհը չես ուզում բռնել, դու չես էլ հասկանա ինչի մարես եկի հավատքի։ Ես խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ, ձեր ոտերը կպաչեմ բոլորիդ, եթե հավատաք ինչպես Աստված սովորացրել է եղբայրների շատերին հավատալ եւ քույրերին։ Մենք քույրեր ենք ունեցել, եղբայրներ ենք ունեցել երիտասարդ։ Մահը ընդունել են, բայց ամեն ինչի հետ համաձայնվել են։ Մահ ընդունել են։ Կենթանի օրինակ պատմեմ ձեզ։ Մի եղբայր մի 10 քանի տարի բանտը նստած, հիմա նման երկու օր ազատվի, ասում են ես մի հատ փոսփորես կազատեն քեզ։ 2 մետր խոր փոսփոր է։ Այս 2 մետր փորում է, մենք էլ տենում ենք կնոջ երեխեքին բերին մտցրին փոսի մեջ։ Լապատկ են տալում են ծեր, ասում են լցի հողը վրան։ Ես համոզված եմ, որ այդ հերը չէր լցի։ Մահվան աշճանից էծում են սրան եւ հողը իրանք են լցնում։ Հավատք է դա։ Ասում եմ մի վախեցեք։ Դու մահ չունեք։ Դու հավիտյան անմահ եք։ Հիսուսը ձեր կյանքն է։ Դու գնում եք նրա մոտ։ Սարքում են, ջարդում են մարմինը, գլուխը, արյան մեջ շաղախում են։ Հողը լցվել վերջացել արդեն։ Նա նորից ասում. «Փառք քեզ Հիսուս, նրանք եկան քո մոտ»։ Այս է հավատք։ Երբ որ այս մարդը արյան մեջ շաղախված ասում է. «Փառք քեզ, նրանք եկան քո մոտ»։ Հավիտյան անմահ են։ Անմիջապես հողը տալիս են գրախ, մի կերպ հանում են երեխեքին, սաղ ապաշխարում են։ Սա հավատք է։ Ուրիշ հավատք էլ բացատրեմ։ Սա մեր եղբայրների հետ է կատարվել։
Երկար տարիներ եմ բատեսի մեր եղբայրները դա կատարվե Ուկրաինայի, Ռուսաստանի։ Մի ամիս ամենով որ ազատվի, այս եղբոր ընտանիքն արգելում են մի ամիս ոչ հաց ուտելու, միլիցիա կենտրոնում, որ հաշ չտան, ջուր չտան։ Դե մի ամիս որ մարդը հաշ չուտի, ջուր չուտի, ուռումա, բրոշները ճաքում են, այս մարդիկ ահավոր վիճակի մեջ։ Եվ այդ կալանավոր եղբորը բերում են իր ընտանիք, դուր որ բացում տենում երեխեքը, խժում են, լացում են, կինը, ահավոր վիճակը։ Այդ միլիցուն ասում եմ դուրը ծասկի, դու դուրս կանեմ, ես մի 5 րոպե իմ երեխեքի հետ եմ նոր կգամ։ Այս եղբայրը ծնկի ակալիս։ Դուք անմահ եք, դու մահ չունեք, Հիսուսի խոսքն ասում։ Դուք մեռնեք այդ Հիսուսի գիրկը, ես հավատում եմ հավիտյան Հիսուսի հետ ապրեք, չվախենաք, և լացելով, աղոթելով հանձնում է Հիսուսին դուսա գալիս։ Այդ միլիցեն ասում է, ես զգացի, որ Աստված կա։ Դու Աստծու մոտ ղրգեցիր քո երեխեքին քո կնոջը։ Ես քո երեխեքին քո կնոջը կերակրեմ, մինչև դու բանտից կաս։ Էս է հավատք, որ մարդ հավատում է հավիտենության։ Մահը ինձ համար ամենաերջանիկ օրն է։ Ամենաերջանիկ օրն է իմ համար մահը, որ դրանից հետո պիտի ցուլվեմ հավիտյան Հիսուսի հետ։ Քանի անգամ մարդիկ ուզեցին ինձ սպանել, մահացնել։ Ես մահը ինձ համար երջանկություն է։ Քո համար ինչ հարց եմ տալիս։ Մահը ինձ տանում է Հիսուսի մոտ։ Մահը Հիսուսի հետ եմ ապրելու։ Մեկին գցում են կրակի մեջ վառելու ժամանակ Հիսուսը գրկում է իրան և գոռում է կրակի միջից. եթե մահը սա է, սրանից երջանիկ բան չկա։ Դու հավատում եք այս բաներին։ Ես խոր համոզված եմ, շատերը չեք էլ հավատում, որ սենց կյանք կա։ Չեք էլ հավատում։ Ես մեր երիտասարդների գաղափարը չգիտեմ։ Մեր երիտասարդների գալիս են լագեր, կողքով անցնում, բարևել չեն տալում այն մարդը։ Այդ մարդը հավատացյալ է, թե անհավատ, հարց եմ տալիս ես։ Կողքով անցնում են, թե եղբայր, թե քույր։ Բայց առաջ տես բան չկար։ Սրանից 15 տարի առաջ, 20 տարի տես բան չկար։ Հիմիկվա երիտասարդները զարգացել են, Եվրոպայի հետ կապ ունեն, հեռախոսների հետ կապ ունեն, Ամերիկայի հետ կապ ունեն, հազար մի կապեր ունեն։ Պավել եղբոր քնձռոտ մարդը, որ նրան բարի տեղել տնեք։ Ես էդի հասկանում եմ, բայց դրանից չի խանգարում։ Այսպիսի պաշտամունքի ժամանակ եղբայր կոչեցյալը, որ այդ եկեղեցում 20 տարի ես չեմ եղել, դրան պատժել է տեղի հույվը։ Այդ մարդը դուրս եկավ, սաղ ժողովրդի առաջ։ Ինձ ասեց, սրիկայի պես, խոզի պես, խրխրես, սատկես։ Մի հատ ռակցա չգնաց, խի չգնաց, որտև ամեն օր լացում եմ ասում եմ Հիսուս ջան, ես մարդ եմ, հպարտություն կունենամ, անբարտավարություն կունենամ։ Միան այդ օրն ես դու բարձանում, ուրիշ օր չես բարձանում, հոբի նման աչքեր ես բաց, լուսավորից, որ ես իմ անձուրանամ, հողի մոքրան զղջամ, Պողոսի նման սովորացուից, Հիսուս, քո մահ կրեմ, որ ցուլվեմ քո հետ, մեկանամ քո հետ։ Ես ողբի ես վաղուց ամեն օր անում եմ։ Վաղուց, ինչի համար, դասեք ինչի համար եմ վաղուց արել։ Աղեք է մարդուս, որի երիտասարդության ատենը լուծը կրի։ Մյուրիշ համար էլ կարդամ։ Սա ողբ Երեմիայի 3:27-ը։ Մյուրիշ համար էլ կարդամ։ Ժողովող 12 գլուխ եւ քո ստեղծիչը երիտասարդության օրերի մեջ հիշեր, դեռ թշվառության օրեր չեկած, այն տաներ չասած, որոնց մեջ պիսես թե անոց չեմ հավնիր։
Սա ժողովող 12-ի մեկն էր։ Քրիստոսի լույսը ինչ է։ Քաղցր, բերը թեթև։ Քո համար, իմ համար նայեք ասեմ ձեզ։ 20 տարի ծնողներս են ծեծել հավատքի համար։ Ուշադիր լսեք։ 4 սատ բանտ եմ նստել։ Շաշված եկեղեցական անարգանքները։ Մի օր չեմ զգացել ծանրա։ Քաղցր Քրիստոսի լույսը։ Այդ լույսը որ սովորես, լույսը քաղցր կլինի, 20 տարի տպել են։ Հերումերս անգամ բանակ ճամփությունից ինչ են ասում։ Երան էթաս դիագետ բերեն։ Այդ տուն էլ կեթաս ապրես դու, բայց ես գնացել եմ։ Մինչև իրանք ապաշխարեցին։ Այսօր ծնողը մի բան ասում, դու ծնող սիրել գիտես։ Ծնողդ քո կեղտի շորը ով է լվացել բացի քո ծնողից։ Հիմա որ կեղտոտել ես տակդ, մի տարի, 2 տարի, 3 տարի չի։ Քո կեղտի շորով է լվացել։ Որ հովիվ նայրակ է մեկի կեղտի շոր լվացել այսքան ժամանակ։ Ոչ մի հովիվ։ Ոչ ես եմ արել։ Բայց դու այդ մորը չես սիրում։ Այդ հորը չես սիրում։ Դու ինչ մարդ ես։ Դու մարդ կոչվել իրավունք չունես, ոչ թե հավատացյալ։ Մարդ կոչվել իրավունք չունես։ Իմ հերենցի անպատում էր, ես բռնում պատճում էի։ Մի օր sense կանգնեցես պատի առաջ ու սկսես կոկորտի զարգել, որ շունչս կդրի մեռնեմ։ Մի հատ խփեց, 2 հատ ալույա թռավ հերանիցս։ 3 հատ խփեց, 4 հատ թռավ։ Սկսեց մի քանի հատ խփել, ալույան չպրծավ։ Ալելույա, 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 ալելույա։ Գնաց մինչև վերջ։ Ես ասեց, ես գժվար ինչ եղավ, տղա ջան։ Ասեմ, բանել չեղավ, երջան, չեմ էլ զգում որ զարգում ես։ Մի աղոտ պատմեմ, որ կարողա տենց աղոտներ մարդ կարողա չանի, գիտեք ինչ։ Իմի հերս նոր հավատք եմ եկել, ընդամենը մի տարի էլ չկա։ Դենվա ես էլ չեմ ուզում, ասեց տանեմ գյուղ, խելքի բերեմ, որ դու անհավատ պրծնեմ էլ է ճանապարհ, հերս աթեիստ մարդ էր։ Այդ հոգոյլ դասիրակվել էի։ Ասեց առավոտ շուտ գզարտնես, լսում ես տղաս, գովերի թրիկ կթափես, կկերագրես, մինչև մերդ ֆերմայից կա, գովերը կթի, ոշխարները, ասի, ապապջան։ Էր մյուս աղբերներ, 5 աղբեր, նրանք չէին անում, նրանք իրավունք չունեն, ես ինչքան ծանր գործած էր տալիս։ Ես էլ եթում էի, սալումը փռում էի, ավետանը բացում էի, կարդում աղոթում էի, լում այդ գործերը անում էի։ Մի օր էլ ասիկանի այն 4 մատը խփեմ տրամվրեմ, որ հանգարց մերս կա բացի, ես շուտ լնեմ։ Մերս գալու բրդում ես չեմ լզգում, ընենց աղոթք եմ տարված, ընենց լծված Հիսուսի հետ չէ։ Մարդը, որ Հիսուսին վայելում է, դրանից երջանիկ բան չկա, երջանկություն Ամերիկայի մեջ չի, Եվրոպայի մեջ չի, երկագնդի վրա երջանկություն չկա, սաղ դժբախտ են։ Մի մարդ ասեք, որ չի ձանձրանում աշխարհում։ Ձանձրություն գիտեք ինչ նշանակ, որ ներսը մեղքի թագավորություն կա, դեմա ձանձրանում է, թե չի ձան։ Ինչի 54 տարի չեմ ձանձրացել մի օր։ Առաջ ձանձրությունից գժվում է, ձանձրությունից կատաղում է, ջազում մարդ է տպում։ Հայում է, կռիվ է անում։ Ինքան չարելնեմ, որ հերս կախինձ ինձ, զնից պրծնից, ես մարդ եմ էլ ես։ Բայց 54 տարի հավատում եմ, մի հատ մարդի կռիվ արած չկամ, չոր ասած չկամ։ Որտև բացվավ ինձ երկնային կյանքը։ Հավատացի, որ Աստծո հետ հավիտյան պետք է ապրեմ։ Դրա համար Հիսուսի լույսը, որն է Հիսուսի լույսը։ Մատթեոս 5, 6, 7 գլուխները Հիսուսի լույսն է։ Քո թշնամուն սիրես, ես իմ թշնամուն բռնե պաչել եմ։ Դու քեզ համար զարմանալի է։ Եթե դու քո թշնամուն չես սիրում, դու հավատացյալ չես։ Դու բառադի մարդ ես։ Բառադի։ Դրա համար մարդիկ ամուսնանում են, կնոջն են ծեծում, բրախում են, քան երեխա ունեն, դրանք ինչ մարդ են։ Դրանք մարդ կոչվել իրավունք ունեն։
Դրանք Քրիստոսի լույսից միլիարդ կիլոմետր հեռու են։ Դրա համար քրիստոնյա չեն դառել։ Քրիստոսի լույսը աշխարհում մի հատ լույս կա, մեղքի լույս եւ Քրիստոսի լույս։ Մեղքի լույս մեջ մտնում է, կարող է քո եսի լծի տակ ես։ Կարող է ուրիշի երեսի տակ, կարող է նարկաման ես, քո նարկամանայի լծի տակ ես։ Կարող է կնամոլ ես, կնամոլության լծի տակ ես։ Քո գեղեցկությունը վայելելու համար այդ գեղեցկության լույսի տակ ես։ Այնքան լույսեր կա, որը կոչվում է մեղքի լույս։ Քո փառքի, քո գեղեցկության, քեզ մերը կարող է հավատացյալ գողություն չարե, վատ բան չարե, նորմալ ապրում, հանգիստ ապրում է, ընդ ես շորը կառնես, այն շորը կառնես, չառնես չեմ էթա պաշտամունքի։ Մի հատ քույրիկ շատ դաժան քույրիկ ալնում, երիտասարդ, չամուսնացած։ Մերը հավատացյալն, աղջիկ ջան, արի գնա ճամբար, ինչ կլի, աղաչում եմ, լացում եմ, գնա ճամբար փոխվես, ես ոչ Հիսուսին եմ ատում, ոչ Աստծուն եմ ատում, քեզ եմ հավատում, չեմ էթա։ Վերջը լացում խնդրում ես մերը, ասմա լավ քո լացելու խնդիր կետամ։ Գալիս է Դիլիջան, երկրորդ տարին Դիլիջանում ենք, Դիլիջան գալիս, հա։ Ես անձը 26 տարի հետո նոր պատմում անձի, 26 տարի անցել է չի պատմել, դες ինչ ասում, ասմա Պավել եղբար, դու քարոզիր, ասմա սենց մատս իմյան տնելով ասիր, ստե մի հատ անհավատ մարդ կա, ոնց իմացար ես անհավատ եմ, էդ անհավատը ստե նստած է, էդ անհավատը պտի հավատքի կա, ասմա որ քարոզեց ես խառները մեկ էլ Հիսուսը հայտնվա, կենթանի, այ Հիսուս ջան ներանցի, գորացի, խղճացի, լացա, ասմա ապաշխարեցի եղբայր ջան, 26 տարի հետո նոր ասում այնձի, գնացել Եվրոպա նոր պատմեցիս մարդը, ես հավատքի եկա, և շատ օրհնյալ քույրիկ էր, հայտնություններ է տեսնում, տիրոջ հետ էր սիրում, և լացելով ասում էր, բաներ կար ասեց իմ անձի համար, որ քեզ Աստված պահել է, որ շատ գործեր պիտի անես։ Այսօր էլ տեսիլների խումբ եմ գնացել, տեսիլների խմբում ցույց է տալի, որ իմ կոշիկները մաշել է, ես ասում կոշիկներս մաշել է, իմ էթալու վախտն է։ Ասում է, դու տես լացում ասում է, իմ էթալու վախտն է, Հիսուս ջան, դիտար։ Ասում է, մի հատ հրեշտակ բերեց, կոշի տակ լենց սարքեց, ասես թելը դու շատ ժամանակ ունես, վայ ասի Հիսուս ջան ներանցի։ Եղբայրներ քույրեր, Հիսուսի լույսից քաղցր բան կա, Մատթեոս ավետարանի մեջ ամերջ խոսքերը, բոլոր աստվածաշ խոսքերը եղբայրները որ ասին, ձեր սրտի մեջ, այս խոսքերը հոգի կյանք են, մտավ քո սրտի մեջ, քեզ սուրբ հասարկելու։ Ինձ համար, տեսեք ինչ եմ ասում, տեսեք ինչ եմ ասում, աշխարհում ինչքան քարոզիչ կան, ձեր հետը հարված, ինչքան հոգևոր գրականություն կա, ես սուրբ գրքի էշ բառի հետ չեմ փոխի, ինչու համար գիտեք, նայեք ինչու համար չեմ փոխի, եսա կարդամ է տեղը, ես ինչա գրած գրքի մեջ, բոլոր գիրքը Աստծո շունչն է, ես բոլոր գիրքը Սուրբ Հոգու շունչն է, Աստծո շունչն է, եղել է ես կարդալու ժամանակ, այս խոսքերից Սուրբ Հոգու շունչը դուրս եկավ և ներգործեց իմ վրա, այս սա է ավետարան կարդալ, մտավ իմ մեջ, բայց ես չեմ հասկանում ինչա կատարում հետ, բայց երբ որ սկսի խորանալ Սուրբ գրքի մեջ, բոլոր գիրքը Աստծո շունչն է օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շիտկելու, արդարություն խրատելու, որպեսզի Աստծո մարդը կատարյալ է ամեն բարի գործերի պատրաստված։ Այս խոսքերը ինչա պատրաստել ինձ։ Հայաստանում ինչքան որբանոց կա այցելել եմ, տարիներ շարունակ, ինչքան գժանոց կա,
ինչքան ծերանոց կա, մինչև հիմա անում ենք դա, որտեվ ես հասկանում եմ խեղճ մարդին, ես գնացել եմ այդ գժանոցները, մարդիկ շաբաթներով, ամսերով կեղտոտել են մեջը ու դրա մեջ էլ քնում են, դրանց հատուկ պրոստիներ եմ տալի, որ փոխեմ, ես չեմ զզված եմ մարդից, ամենազզվելի անձը ես եմ, ես գիտեմ ինձ ատել ինչ բան է, դրա համար նայեք ինչա գրած գրքի մեջ, սա 2 Տիմոթեոս 3 գլուխ 16-17 խոսքերն է, հələ նայեք տեսեք ինչա գրած գրքի մեջ, այդ շունչը ինչա ներկայացնում իրանից, հələ տեսեք ինչա գրած, հələ փորձենք կարդալ Սուրբ Գիրքը, Զիս Աստծո հոգին ստեղծեց, ամենակարողի շունչը ինձի կյանք տվավ, այս գրքի շունչը ինձի կյանք է տվել, քեզ կյանք տվել է այդ շունչը, թե բառադի կարդացել ես ու անցել ես, սոր բառադի կարդողներ լիքն են աշխարհում, լիքն են, տես ինչ ասում, բայց մարդու ներսիդին հոգի ամենակարողի շունչը անոնց հանճար կտա, հանճար, այսօր շատ հավատացյալներ ոչ թե հանճար են, այլ անճար են, էդ էլ եմ տեսել, բայց Սուրբ հոգու շնչի հետ հաղորդվող մարդի մեջ երկնային կյանք կա, կյանք, ես չեմ մտածում, ոնց անեմ համբերեմ, ոնց անեմ զիջեմ, ոնց անեմ լռեմ, այդ կյանքի մեջ է, ինքը ապրում է իմ մեջ, ես պրոբլեմ չունեմ, այդ մարդը, որ ասեց ինձի, սենց մի հատ ռակցիա չգնաց, ինչի համար, գիտեք ինչ համար չգնաց, ես ասեմ ինչ համար չգնաց, նայեք տեսեք ոնց եմ ատում ես ինձ, ես ում էդի ցույց տամ ձեզ, այդ լույսը կրող մարդը ինչ պիտի անի, Հռոմեացիս 3-ի 4-ում գրված է 3-րդ գլուխ 4-րդ խոսք, Հռոմեացիս 3-րդ գլուխ 4-րդ խոսք, կարդամ, սակայն Աստված ճշմարիտ է բոլոր մարդիկ սուտ, ինչպես գրված է, որպեսզի խոսքեր մեջ արդար դատաստանատեն դու նախտես, Հռոմեացիս 3-4, սուտ, այս խոսքը, որ առաջի անգամ հանդիպավ ինձ, ասի Պավել դու ստության մայրաքաղաք ես, ոչ թե սուտ ես, ստության մայրաքաղաք ես, երբ որ սկսի խորանալ Սուրբ գրքի մեջ, ինչ հանդիպավ ինձ, ուշադիր լսեք, Աստծու ճամփեն բռնել ինչ բան է, եսա մի քիչ խոսեմ այդ ճանապարհ բռնելու մասին, հələ նայեք ինչա գրած գրքի մեջ, ստություն ինչ բան է, ստությունը ատեցի անարգեցի, բայց քորենքը սիրեցի, ստություն ես դու բան, դու հավատում ես, որ ստություն, չես էլ հավատում, էդի խոսքը քեզ չել վերաբերվում, չես հնազանդում խոսքին, եղբայրն ասեց այդ խոսքը, ես հավատում եմ, որ ստության մայրաքաղաք եմ, և իմ աղոթների մեջ ատում անարգում եմ ինձ, դրա համար այդ մարդի անարգանքը չազդեց վրես, ընես պտի ատես անարգես քեզ, եղբայրներ, Հոբի այդ բոլոր տառապանքի մեջ ինչ սովորավ ես մարդը, սա նայանսը, քորենք սիրողներին շատ խաղություն կա, անոնց գաթակություն չի լար, որ քո ինձ ատեմ առհամարեմ, քեզ եք սիրեմ, քորենքն եք սիրեմ, ես ատում առարում եմ ինձի, որ սիրեմ իրա օրենքը, սիրեմ իրան, իրա օրենքը, կյանքը, խոսքը, որ մտլի քո մեջ կյանք տա քեզ, սա օրհնություն է, եղբայրներ քուրեր, դրա համար լնայեք տեսեք, Հոբը իր տառապանքները, որ վերջացրեց, տառապանքը, որ վերջացնելուց հետո ինչ աղոտ կարեց այս մարդը, լնայեք ինչ ագրած, ես քո վրայով ականջերը որ լսեր է, բայց իմ աչքերս կտեսնեն քեզ, անոր համար իմ անձս կար համարեմ, հողի մոխրյակ զղջամ, երբ վերադարձավ այդ բոլոր տառապանքից մարդը, ժամանակին ինչ են ասում,
Հիմի ծաղրում են ինձ նրանց, որոնց հայրին շները ավելի թանկ են, քան թե մարդիկ։ Բայց եկավ ժամանակ, իրան ծառամարեց, հողի մոխրի վրա զղջաց։ Ես աղոթքի ես ամեն օր արցունքով անում եմ, որ հոբի նման կյանք ապրեմ։ Եղբայրներ ջան, եթե ուզում ենք հոգևոր մարդ դառնանք, նայեք ինչ ասում Աստված։ Հիսուս ասեց, ես գնում եմ հորս մոտ, տուն կպատրաստի, եթե չէ, կգամ ձեզ քովս կառնեմ, ինչպես դուք։ Եվ ճամփանել գիտեք։ Թոմաս ասեց, մենք ճամփեն չգիտենք։ Հիսուս ասեց, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Ուշադիր լսեք։ Ուշադրեցի կարևոր բան եմ ասում։ Ճանապարհ, եթե փոխենք տեղերը, կյանքը բերենք առաջ, ճամփեն տանենք վերջ, չի ստացվի։ Ուզում ասի ես եմ ճամփան, ես եմ ճամփան։ Եթե ճանապարհը բռնեք, ճշմարտությունը կսովորեք, ճշմարտությունը կազատիցես եւ կյանք կունենաք։ Եթե դու ճամփեն չես բռնում, ո՞րն է ճամփեն։ Անձ ունայնացրեց 30 տարի ոչ մեկ չիմացավ, որ ինքը սուրբ է, հրաշագործա, տիեզերքի արարիչն է, ոչ մեկ չիմացավ։ 30 տարի ծառայի կերպարանք ակավ, մարդու նման եղավ, արհամարեց իրան, ունայնացրեց իրան, գիտեք ինչ բան անունանություն, կարդացեք Եսայի 40:17 խոսքը, ընդեղ գրված է, ունայնությունը ոչնչից պակաս, իրան ոչնչից պակաս համարեց, ես է ճանապարհը, և Մաթեոսում, Մարկոսում, Ղուկասում կարող կարդաք այս խոսքերը, անձը տուրացի, խաչդ վերցրա, եթե քո անձը կորցնես, կգտնես ինձ։ 4 ավետարանում է գրված այդ մասին, պետք է ես համարները կարամ ասեմ, բայց կուզեմ դու գտնեք այդ տեղերը, եթե ձեզ պետք է։ Ճանապարհը անձ ունանալու, անձ ուրանալու, անձի դեմ պատերազմելու, բայց ես համոզված եմ, ամեն մարդ չի, որ սա կհասկանա։ Ինչի համար մարդ իր անձը չի արամարում, այլ փառավորում է։ Ինչու։ Նայեք, ես իմ երիտասարդ ժամանակ 21-22 տարեկան ինչ հայտնություն եմ տեսել, ուշադիր լսեք։ Շատ էի կարդում, ծնկաչով, լացում, աղոթում եմ, ուզում եմ քո խաչելությունը հասկանամ։ Մեկ էլ ցույց տվեց մեծ բազմություն գոռում են խաչեք, խաչեք։ Մի հատ մարդը այնքան ուժեղ է գոռում։ Ես մի քանի տեղեր պատմել եմ սա։ Աստեն ասում է, գնացի տեսա ես եմ։ Ես հարվածում էի ուսին, թքում էի նրան, հայում էի, վերջի խոսքերն ասում։ Մեղնել չագուժնել ինձ ձեռներ։ Ես տենց ստոր, տենց պիղծ, տենց այլանդակ մարդ չեմ տեսել, որ տեսա ինձ։ Ես խաչում էի իրան, թքում էի իրան, հայում էր, բայց մի ձեռ եկավ այդ խաչված տեղից գլուխը շոյում։ Ասում ա, քեզ սիրելուց եմ մեռնում քո տեղը։ Ես չեք պատկերացնի ինչ կատարվավ իմ հետ։ Ես ասի, ինչ տառապանք, ինչ հալածանք, ինչ թուկումուր կա, ղրկիր, ես արժանի եմ դրան, որ ես ուրանամ իմ անձը, արամարեմ իմ անձը, մինակ ես եմ խաչե իրան, դուք չեք խաչել, թե դուք սուրբ եք, չեք խաչե դուք, ձեր մեղքերի համար չի խաչվե ինքը, թե մինակ Պավել եղբոր մեղքերի համար խաչվե, ձեր մեղքերի համար խաչվե, ձեր մեղքերի համար տարապե, ինչի չես ողբում, ես ամեն օր լացում եմ Հիսուս ջան, թույլ, եթե կարելի է ինձ, արցում թափեմ քո ոտերի վրա, համբյուրեմ քո ոտերը, որտեղ դու կյանք ես տվել իմ համար, ճանաչեմ քո վերքերի խորությունը, և Տերը բացեց ինձ եղբայրներ, մեղքի վարձքը մահը հավիտենական, կրակի լիճի մահը հավիտենական է, Հիսուսին, երբ որ հայրը թողեց,
Են ծեր, ջարդ, են արուն շեպսակ, դրանք հեչ էին, բայց որ հայրը թողեց, տեսեք ինչ աղոտ կանում, հլը տեսեք ինչ աղոտ կանում Հիսուս, հետի ամեն մարդ հենց չի աղոթի, որ իր մարմնի օրերը սաստի գոչումով, արցունքով, աղոտ աղատանք մատուց անոր, որ կարող էր զինք մավան ազատել, լսվեցավ իր բարեպաշտության պատճառով, սաստի գոչումով, հայրը որ թողեց, նա ճաշակեց կրակի լճի մահը, բացել Աստվածից, քո պատճառով կրակի լճի մահն է ճաշակել նա, ես ավելի խորը հասկացա իմ ոչնչությունը և դրա համար ամեն օր արցունք եմ թափում նրա ոտների վրա, լուծը կրել սովորեք, նրա լուծը քաղցր է, օրինակ Աբիգյանով էր, մի հատ մտածեք ով էր Աբիգյան, խոյմադեմ գեղեցիկ անձնավորություն էր, նա ինպիսի մարդ ուներ, շնաբարո, դաշան, սրիկա մարդ էր, բայց այդ սրիկա մարդի մեղքը Աբիգյան վերցրեց իր վրա, որտև նա Քրիստոսի լուծը կրող մարդ էր, ինչի է գրած գիրք Ռութա, ինչի չի գրած գիրք Նոյեմի, Ռութը սիրում էր Աստծու օրենքներն ու սիրում էր Աստծու օրենքը, պաշտում էր նրան, ասեց, ինձ քեզնից բաժանողը մահը կրնի, քո ժողովուրդ, իմ ժողովուրդն է, քո Աստված, իմ Աստվածն է, նա այնքան էր սիրում իր ամուսնուն, որ մտածեց, իմ ամուսնու մերն է, գնաց կռուտ հավաքեց, որ այդ կնոջը ապրեսներ, Քրիստոսի լուծը կրողը ամեն ինչի դիվանում է, Սեդրակ Միսակ Աբեդնագո ում լուծն էին կրել, որ մտան այդ դժվարության մեջ, Քրիստոսի լուծն էին կրել, մեղքի լուծը, ես լացել եմ, ասել եմ, Հիսուս ջան, Մատթեոս 5:6-7 գլուխները, ես պետք է ապրեմ, որ հավատացյալ եմ, և մեղքից բնությունը բացվավ, ես տեսա հրեշ բնություն ունեմ մեջ, այդ հրեշ բնությունը խաչել է Հիսուս, փչացրել նրան, որպեսզի ես ու դու ուրանանք մեր անձը, որ նրա արմատներին մի գրամ ջուր չլցենք, տեսեք, Դավիթի նման մարդը, ոչ ջուր լցեց այդ արմատներին, լսեք ոնց լցեց, երբ որ Սավողը հալածում էր, ինքը ասում էր, ես լույ եմ, սատկած չունեմ, բայց սատկած չունես, մնալու պիտի դառնաս նեխաչուն, նեխաչուն տարավ, նստավ թագավոր, թագավորները գալում երկրպագում են իրան, պատերազմ չգնաց, և պղծեց այն մարդի կնոջը, որ այդ աղբերներից շատ էր տանջվել, քան ողջ կյանքում Ուրիան իր համար, նրա կնոջը պղծեց, և տեսավ, որ կին ասեց, ես հղի եմ մնացել, ասեց կանի կանչեմ, խրգեմ թոյթա, վիրակ մարդ հետ պարկի, կնգա հետ պարկի, որ սվաղ իրա մեղքը, գուրությունը ուր էր ասել, իսկ ինքն ինչ էր ասում, տապանակը, Աստծու ժողովուրդը, իմ հովապտերս, ես եթամ իմ կնոջ հետ պարկեմ, ասեց կանի կերուխում անեմ, խմցնեմ, խմած կարող այդ էլի չգնաց, մահվան թուղթը տվեց ծերը, և հովապիներ գրում ասում է, քո մտքով չասնի քեզ բան եմ արել, տեսեք, Աստծո սրտի համար մարդը, ուր դառա որ անձը չուրացավ, աղբեր սատկած չուներ, դառա նեխաչուն, չդառավ, եթե ես հավատք եմ եկել, հասկացել եմ, որ մեղավոր եմ, հիմի պետք է հասկանամ, որ ես առանց Քրիստոսի մարմնավոր եմ, մարմնավոր, գիտեք ինչ բան է մարմնավոր, կարդամ լսեք ինչ բան է մարմնավոր, մարմնավոր, տեսեք ինչ բան է, մարմնավոր մարդը, ումնա թշնամի, հարց եմ տալիս, ումնա թշնամի մարմնավոր մարդը, հլը կարդանք, քանզի մարմնավոր խորհուրդ Աստծո դեմ թշնամություն է, վանզի Աստծորեն չին ազանդի, մարմնողները չեն կրնա Աստծուն հաճոլալ,
ասեց օրենք հոգևոր է, ես մարմնավոր եմ մեղքի տակ ծախված։ Ես ու դու բացի թշնամություն անելուց Աստծուն ուրիշ հատկություն չունենք։ Էսի պիտի բացվի քեզ, որ ատես արհամարես քեզ, թե չէ դու ատող արհամարողը չես, դու կանցնես ուրիշին կարհամարես, ուրիշին կանարգես, ուրիշին սրտումդ գդատես ու կմորթես, կսպանես։ Մարդը դա է կեղտոտ արարածնա, աշխարում, տեսեք, մի բան ասեմ, կարող է չիմանաք դուք, մարդ հակառակ ինչ ա գրվում, դրամ, հլը չալավեք ձենգի կկարդաս, որ լեզվով տենց կլնի, մինակ հայրեն ա տենց լնում, հայ ազգից, ագահ, ազ չկա աշխարում, հպարտ, գորոս, ես եսքան տարի մանեմ եկե Եվրոպա, Ամերիկա, տարբեր տեղեր, մի տոկոս հավատացյալ չկա ամբողջ հայ ազգի մեջ, 10 միլիոն են, 11-12 միլիոն կարող ասած լինեն, 10 քանի միլիոն են, և աբորտ են արել, ես հաշվել եմ, 500 մայր ունենանք Հայաստանում, 60 տարվա մեջ հաշվել եմ 20 միլիոն 800 հազարի գլոխակերեք գինեկոլոգիայի զուգարանը լցելով, աբորտ անելով, դու գիտեք, որ աշխարհում երկրորդ տեղն է Հայաստանը, առաջին Չինաստան, երկրորդ տեղը Հայաստան, գիտեք այդ մասին, հիմի Հայաստանում ամենը շատ աճում են նարկոմանները, սատանապաշտները, միասեռականները օրեօր շատանում են, օրեօր, բայց հավատացյալը դες չեն շատանում, որ երիտասարդական ենք անում, առաջ լեցուն էր դահլիճը, հիմի շատ քիչ մարդ են գալի երիտասարդական, որովհետև մեղքը տանում է, մեղքի լույսը գործում է երիտասարդության մեջ եւ տանում է, մի հատ հարց տամ ձեզ, ինչ ասեց Դավիթը իր որդու Սողոմոն ասեց, Սողոմոն, քո հոր Աստվածը ճանչիր, նրան պաշտիր, կատարյալ սրտով, և աղոտ կարեց ես մարդի համար, գրած է գրքի մեջ, էլի չանցավ, և գրած է ծերության ժամանակ, նրա սիրտը օտար կանայք կուրքերի պաշտել տնին, և ծանր լուծեր տրեց ժողովրդի վրա, ես մարդը, երիտասարդ ժամանակ չձուլվավ Աստծու հետ, մեղքի լույսը սիրեց, չուզեց թոթափել, ինչա գրած 30, 60, 100, ասեմ ինչա գրած, Տերը դիպացել է, 30 ուղիղ սրտով Աստծուն պաշտելն է, 60-ը ամբողջ սրտով Աստծուն պաշտելն է, 100-ը կատարյալ սրտով, որ ուղիղ սրտով հավատքի կաս, ձգտես ամբողջ սրտի, ձգտես կատարյալ սրտի, դրա մարա գրած դա, ուղիղ սրտով Աստծուն պաշտես, Սողոմոն թե չէ, պաշտեց ուղիղ սրտով, որ աղոթեց զորություն իջավ, քանանը ոչինչ չկարողացան անել, ինչ մեծ օրհնություն իջավ, ուղիղ սրտով պաշտում էր այս մարդ, բայց հետո չգնաց կատարյալ սրտին, դրա համար Աստծուն ինչ ասում, քո Տեր Աստծուն ոնց սիրի, ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությունով, ամբողջ էությամբ, էտա չէ, Աստված կիսատա սիրում, թե կատարյալ սիրում քեզ, հարց եմ տալի քեզ կատարյալ սիրում, թե մեկի չա սիրում, բտուխի չէ սիրում իրան, դու էլ սիրել, իր օրենքը, իրան սիրի, ես նորից եմ ասում, այդ հավիտյան, որ պետք է ապրես Աստծու հետ, ինչ ես դու կորցնում, ուրացի քեզ, մերժի քեզ, ատի քեզ, արամարի քեզ, Պողոս Առաքյալն ինչ արեց, ամեն ինչ աղբ համարեց, որ Քրիստոս շահի, Պավել, դու ինչ ես, որ չես աղբերնի համարեց ամեն ինչ, դու ես, դու ինքդ էլ աղբ ես, Պավել, առանց Քրիստոսի, առանց Աստծու, դու մայրաքաղեք ես պղծության, ատի արհամարիք ես, ես ամեն օր ատում, արհամարում եմ ինձ, որ Քրիստոս շահեմ, նրա մեջ ապրեմ, նա քայլի մեջ, որտև նա կենթանի Աստված է, նա մեռած չի,
նա հարություն առավ նստած հոր աջ կողմում, խոսում է ինձ ու քեզ հետ, եւ տվելա Սուրբ Հոգին քո մեջ, որ քեզ զուլի Սուրբ Հոգու հետ։ Վերջի դարի եկեղեցու վիճակը նայեք որն է։ Եթել եմ ուզում ասեմ, վերջի դարի եկեղեցին տեսեք։ Հոգին ու հարսը կսեն եկուր։ Հարսը եկեղեցին է։ Անենցա զուլված Սուրբ Հոգու հետ մեկացած, որ նույն կամք ունի, ասում է, հոգին ու հարսը ասում են եկուր։ Ես մի հատ հարց եմ տվել ինձ, այդ հարցը կարաստած քեզ։ Ասում եմ, Պավել, դու 54 տարի լացել աղոթել ես մինչև հիմա։ Վաղը Հիսուս որ կա, դու պատրաստ չնես հափշտակության, քո 54 տարվա վասելը, աղոթելը, ինչ անելը, քանի կոպեկ արժի, ոչ մի կոպեկ, դրա համար ես լացում եմ, որ Հիսուսը ինձ, ես ես խոսքին հավատում եմ, և որ դու հայտնվես, քո պես պտի լինեմ, և քեզ պիտի տեսնեմ ինչպես որ է, ով որ ես հույսը նրա վրա ունի, ինքզինք մաքրում ինչպես անիկա մաքուր է, ես ուզում եմ մաքուր ապրեմ, կատարյալ մաքուր, և տիրոջ խոսքում ինչ ասում, ամեն տեսակ կեշ բաներ են, ետ կեցիր, խաղության Աստվածը, քո հոգին, քո մարմինը, քո շունչը, անարատ պահի, մինչև երբ? Մինչև իր գալուստը, տեսնեք ինչ է խոստանում, հավատարեմ լապասպի կատարի, ես հավատում եմ ես խոսքին, ես խոսքերը իմ կյանքն են, ես ուզում եմ, որ այդ հավատքը մտնի ձեր մեջ էլ, Քրիստոսի լուծը կրել սովորեք, ձեր անձեր ուրացեք, որպեսզի ճամփան բռնեք Հիսուսի, ճշմարտության մեջ ապրեք եւ ճշմարտությունը կազատի ձեզ եւ Քրիստոսի կյանքը կվայելեք։ Եղավ եղբայրներ ջան։ Ես դեռ ասեմ ձեզի, ուղիղ մի հատ ասեմ ձեզ։ Եթե ուզում եք հաստատ երկին գնաք, այս աղոթքը եթե անեք դուք, այս աղոթքը որ կարդում եմ։ Ես այս աղոթք արել եմ ժամանակին, շատ ողբ եմ արել, գնում եմ մեր գյուղը, որպեսզի մարդիկ իմ ողբի ձենը չլսեին, ծմերվա անցկամ ցրտին ցան վրա, գնում եմ դաշտերի մեջ, որ մարդ իմ ողբի ցանը լացում ասում Հիսուս ջան, ինչ կլի, այս մարմինը մերցրա, այս մարմին դու որ մեղ չցանկանա։ Այս աղոթքի ես արեցի եւ Տեր ինձ ազատեց, նայեք կարդամ լսեք։ Սպասելով սպասի Տիրոջը։ Արցունքով աղոթքով սպասի Տիրոջ։ Աշխարհում միակ փրկիչը ինքն է։ Ոչ մի քարոզիչ, ոչ մի հովիվ չի կարա քեզ մեղքից ազատի, մեկ էլ նա իրան ազատի։ Քեզ ազատողը ես եմ ասում, քո փրկիչը ես եմ։ Սպասելով սպասեցի Տիրոջը, ծռեցավ ինձի լսեց իմ աղակս, զիս կորստյան փոսից, տղմալից կավից հանեց։ Ոտքերս վեմի ամրացուս, քալվս կասած է, բերանս դրավ նոր երկ, մեր Աստծո գոհությունը շատերը պիտի տեսնեն ու վախենան ու Տիրոջ պիտի լսան։ Այս աղոթքը ես ողբով արել եմ եւ Տերը լսել է իմ աղոթքը։ Այս կավից ազատել է ինձ, որ ես ազատ լինեմ, իր հետ ապրեմ։ Դրա համար եմ ասում, ամեն օր ձեր անձեր ուրացեք, ամեն օր խաչը վերցրեք, որ Հիսուսի հետևից եթաք։ Այս աղոթքը 40 Սաղմոսի 1-3 խոսքերը։ Երբ որ Տերը այս աղոթքը լսեց, տեսեք ինչ երգի մի փոքր տող ասեմ ձեզ։ Մեկ էլ զգացի ներսիցս հոգու երգակալի։ Եվ նույնիսկ հայրեն երգվավ։ Արեգակի ծագումից առաջ Քրիստոս կյանքի արեգակն է մեջս ծագել։ Էսի ինչ ուրախություն, ինչ կյանք, եղբայրներ ջան։ Ես աղաչում եմ ձեզ, որպեսզի ընդունեք սա եւ Հիսուսը ձեզ կօգնի։ Աղաչում եմ ձեզ, խնդրում եմ ձեզ։ Հավիտյան Աստծո հետ պիտի ապրեք։ Դու մահ չեք տենալու։ Մահը քո ուրախությունն է։
չեմ երկարացնում, մի հատ մարդ երիտասարդ տղա էր ու շատ մեծահարուստի ծառաներից էր, թե զինվորներից էր, ինչ էր։ Վերջը մի խնդիրով եկել էր իմ մոտ, իմ հեռախոսան գործեր ճարեմ, վերջը շատ ուժեղ լցված էր ինչ-որ հարցով, հավատացյալ չէր ինք։ Անենց սա վախցնում, որ ամեն ինչ կանենք, երբ որ հայյանքով էր խոսում, կրվով, դավով, և ես սեն չի անում։ Դե ասմա խոսա, ասի լսի, ուշադիր լսի, չեմ ասի։ Մահը իմ համար ուրախություն է։ Հենց էլ մորթես ինձ, ես պատրաստ եմ մեռնելու, որտև ես անմահ եմ, Քրիստոսի մենտես է, Քրիստոս իմ կյանքն է։ Սուրբ հոգու խոսքով զորությամբ խոսեցի, եսի չկարծավ խոսել, լավ, ես գնամ։ Էդում է այդ մեծահարուստին ասում, որ ասեմ սաղիկը ճանաչենք։ Ասում է այդ մարդը մեռնելուց չի վախում այն մարդ, ասում անց ինչքան շուտ սպանես, ես շուտ կետամ Հիսուսի մոտ։ Ասում է տար այդ մարդին պատիվ դուր։ Եկավ պատիվ տվի, ես էլ պատին տվի ապաշխարեց։ Եղա, կանգնենք աղոտ կանենք, ես խնդրանքը կանցնի մեկ քիչ թե չէ։ Ես իմի զղջման աղոտ եմ բերում, իմ համար դուք էլ ձեր եմ անարեք։ Եթե ուզում եք երկին գնաք, հավիտյան Աստծո հետ ապրեք, պետք է խորը զղջակ, որտեղ պակաս եք, որտեղ սխալ եք, որտեղ այնպես չեք, Տերը բացից ես եւ խոսա ձեր հետ, Աստծո խոսքը ընդունեք ձեր սրտի մեջ։